Մյուս որոշումը բանակի կրճատումն է կես տարով, 2 տարին դարձնում են 1.5 տարի։ Փաշինյանն ասում էր որոշել էինք 26-ի հուլիսից, բայց քննարկումների արդյունքում որոշեցինք բերել հունվարի 1-ին։ Ինչու այդ որոշեցին։ Գուցե նրա համար, որ հուլիսի 1 ընտրություններից հետո է։ Չեմ տեսել որևէ պաշտոնական վերլուծություն, գենշտաբի կարծիք, գեներալի կարծիք, հիմնավորում, միայն պատմության դասատու Սուրեն Պապիկյանն է մի երկու բան ասել, զուտ ինֆորմացիա, որ այդպիսի բան են անում, առանց հիմնավորման։ Կա վերլուծություն, թե աշխարհում վերջին տարիներին ինչ տենդենսներ են, որ երկրներն են զինծառայության ժամկետը կրճատել, կա վերլուծություն, թե օգուտը որն է դրա, հաշվի առել են մարտական հերթապահության կանգնողների ծանրաբեռնվածությունը։ Եթե այդ ամենը չի արվել, ուրեմն շատ հնարավոր է, որ ընտրություններից հետո ասեն, դե ամեն դեպքում պարզվեց, որ ճիշտը 2 տարին է կամ 2.5 տարին։ Բայց քանի որ չի ներկայացվել վերլուծություն, ուրեմն ինչու չի կարելի բանակը սարքել 1 տարով։ Ինչու կարելի է սարքել 1.5 տարի, բայց ոչ 1 տարի։ Ինչու դա չեք անում։ Իսկ ինչու են դա անում 2026 թվականի հունվարից։ Արդյոք արդար է հենց այս պահին ծառայողների նկատմամբ։ Իսկ արդար է նախորդ տարի 2023-ին, 2022-ին ծառայողների համար բանակում։ Ինչու այդ ժամանակ չեք արել։ Պապիկյանն ասում է, այս խոստումը տվել ենք 2021-ին, բա ինչու հենց 21-ին չարեցիք։ Պահել են նախընտրական, չէ՞։ Բանակի քանդումը սկսել է 2018 թվականից, 2020-ին պարտության են տարել, 21-ին Արցախից անել են զորքը, իսկ ինչու զինծառայության ժամկետը չեն կրճատել այդ ժամանակ, որովհետև մտածել են նախընտրական տրամաբանության մեջ, չէ՞։ Իսկ նույն տրամաբանության մեջ չէ մեկ այլ բանակից փողով ազատվելու օրինակիցը։